Hürmetli Nikol Babayevich, qadrli Armeniya delegatsiyasi. Մեծարգո վարչապետ, հարգելի Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, բարի գալուստ Ղազախստան։ Այսօրվա հանդիպումը մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար։ Մեր ժողովուրդները կապված են սերտ կապերով, փոխադարձ հարգանքով։ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր։ Առևտրային եւ տնտեսական կապերի համար Ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ ավանդույթները։ Այսօր Հայաստանը դարձել է Ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Մեր երկրների միջև տեղի են ունեցել էական կարևորության միջոցառումներ, որոնք մեր երկու երկրները ել ավելի են սերտացրել։ Ղազախստանի մշակութային օրեր են անցել Երևանում տեղի է ունեցել եւ բացվել է Աբայ Կունամբաևի անվան պուրակը։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, մեծարգո պարոն վարչապետ։ Մենք բարձր ենք գնահատում ձեր այցը, ձեր գործողությունները, որպես մեծ հարգանք Ղազախ ժողովրդին, այդ նախաձեռնությունները վկայում են, որ մեր բարեկամությունը ամուր է եւ գոյություն ունի փոխադարձ հարգանք Ղազախստանի եւ հայ ժողովրդի միջև։ Մեր երկրների միջև բաց հարաբերություններ են հիմնված փոխվստահության վրա։ Մեր փոխադարձ համագործակցությունը սերտ է թե տարածաշրջանային, թե միջազգային հարթակներում։ Մեր համագործակցությունը թե առևտրատնտեսական, թե մշակութա-մարդասիրական, թե կրթական ոլորտներում էապես եւ շարունակաբար զարգանում է։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր մեջ սպիտական հարաբերությունները առանձնահատուկ են եւ մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը եւ այսօր մենք ստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև եւ դարձնենք ռազմավարական հարաբերություններ։ Մեծարգո պարոն վարչապետ, բարի գալուստ Ղազախստան։ Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, եւս մեկ անգամ հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտեմ այս պաշտոնական այցի եւ նրա հաջող ընթացքի առիթով։ Դուք արդեն նշեցիք, առանցքային արդյունքը այցի մեր հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերություն եւ կարծում եմ այս հենքի վրա մենք նոր լիցք կհաղորդենք մեր հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ եւ իհարկե նաեւ հումանիտար ոլորտում մեր գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ Այսօր Աստանայում փողոցներից մեկը անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով եւ սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ իհարկե Ղազախստանը որպես պետություն, որպես զարգացող պետություն, որը ունի հաջողություններ եւ այդ հաջողությունները տեսանելի են եւ իհարկե Ղազախստանի ժողովուրդը վայելում է մեր պետության եւ ժողովրդի մեծ հարգանքը եւ իհարկե այդ հարգանքը կարևոր հենք է հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այսօր մենք արդեն Ղազախստանի նախագահի հետ առիթ ունեցանք քննարկելու նաեւ գործընկերների ներկայությամբ մեր հարաբերությունների հետագա զարգացման հիմնական ուղղությունները եւ կարծում եմ, որ նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, որովհետեւ նոր տրանսպորտային հնարավորություններ են բացվում եւ այդ նոր տրանսպորտային հնարավորությունները պետք է լրջորեն ուսումնասիրեն, որովհետեւ կարծում եմ դրա արդյունքում ի հայտ կգան այնպիսի հնարավորություններ, որոնք գուցե առաջին հայացքից տեսանելի չեն եւ այդ առումով ես կարծում եմ, որ միջկառավարական հանձնաժողովի մեր գործընկերները, համանախագահները, ովքեր ներկա են այստեղ, շատ կարևոր եւ նոր օրակարգ են ստանում, օրակարգի թարմացում է տեղի ունենում եւ համոզված եմ, որ առաջիկայում այդ օրակարգի շուրջ աշխատանքը կակտիվանա, նաեւ արդեն իսկ
քննարկում ենք եւ եթե դեմ չեք մեծարգո պարոն նախագահ, այդ թվում գործարար կապերի ակտիվացում առաջիկայում կունենանք, նախնական քննարկել ենք այդ մասին, նաեւ գործարարների ձևաչափերով խորհրդակցություններ, հանդիպումներ, ֆորումներ, որպեսզի ներդրումային ակտիվությունը եւ ակտիվությանը նոր լիցք հաղորդենք։ Եվս մեկ անգամ մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի եւ ջերմ ընդունելության համար։